Տեղեկացնենք, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և համայնքային ոստիկանության վաղարշապատի բաժին է ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ մեկը ստացել էր հրազենային վնասվածք։ Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է։ Իրականում ԿՏՄ-ի ունեցած բացառիկ տեղեկություններով Վալոդիա Գրիգորյանի և նրա հետ գտնվող ոստիկանության աշխատակցի ենթադրյալ սպանություն կատարող անձը Մերձավանում հայտնի 20-ամյա Գևորգն է։ Մեզ հայտնի դարձավ, որ նա դեռևս 7 ամիս առաջ Մերձավանում հնչած կրակոցների մասնակից է եղել։ Լրագրող Լիա Սարգսյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով բացառիկ տեսանյութ։ Տեսանյութը նկարահանել եմ 3 գիշեր վաղարշապատի ոստիկանության բակում, սակայն հանրային շահի տեսանկյունից չեմ հրապարակել այդ պահին։ Ձերբակալված անձի մասին տեղեկություն չեմ հայտնել, որպեսզի նոր ողբերգություններ տեղի չունենան։ Քանի որ մամուլում արդեն հայտնվել է սպանությունը խոստովանած անձի տվյալները, ես ևս հրապարակում եմ։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած անձը Նարեկ Օհանյանի ընկերն է Մերձավանի 20-ամյա բնակիչ Գևորգ Հարությունյանը։ Գևորգը նաև շատ մտերիմ է եղել փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի հետ, այդ օրվա միջադեպի մասնակիցներից է եղել։ Իշխանություն լրատվականի տեղեկություններով իրավապահները հակված են այն վարկածին, որ Նարեկ Օհանյանը սպանությունն օժանդակողն է, իսկ Գևորգ Հարությունյանը կատարողը։ Ավելի վաղ հայտնել էի, որ Գևորգ Հարությունյանը ցույց է տվել զենքի տեղը, խոստովանել է, որ ինքն է սպանել Վալոդիա Գրիգորյանին և Կարեն Աբրահամյանին։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և համայնքային ոստիկանության վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ մեկը ստացել էր հրազենային վնասվածք։ Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։ Մերձավանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որի հետևանքով 2 մարդ սպանվեց և մեկ այլը հրազենային վնասվածք ստացավ, արդեն ունի իր բացահայտումները։ Ոստիկանության և ներքին գործերի նախարարության համատեղ գործողությունների շնորհիվ ձերբակալված անձը խոստովանել է, որ կրակել է 3 համագյուղացիների ուղղությամբ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը նույնպես հայտնաբերվել է, սակայն այս բացահայտումը չի փակում հարցերն, այլ ընդհակառակը ավելի շատ քննարկումներ է առաջացնում հասարակության մեջ։ Ինչու են նման դեպքերն աճում։ Վերջին տարիներին Հայաստանում հաճախացել են հրազենային միջադեպերը։ Սա վկայում է ոչ միայն զենքի շրջանառության վերահսկողության թերությունների մասին, այլև հասարակության ներսում կուտակված լարվածության։ Երբ արդարադատության համակարգի նկատմամբ անվստահությունը խորանում է, մարդիկ ավելի հաճախ դիմում են ինքնադատաստանի։ Մերձավանի դեպքը ևս ըստ մասնագետների կարող է բխել երկար տարիներ կուտակված անձնական կամ համայնքային հակասություններից։ Թեև պաշտոնական տեղեկատվությունը դեռ չի մանրամասնում սպանության կոնկրետ շարժառիթը, առայժմ շրջանառվում են տարբեր վարկածներ՝ անձնական թշնամություն, համայնքային վեճեր կամ հին հաշվեհարդար, սեփական արժանապատվության կամ ընտանիքի անվան պաշտպանության փորձ։ Հասարակական հնչեղություն ունեցող նման գործերում շատ հաճախ պարզվում է, որ բռնի գործողությունը դառնում է երկարատև անարդարության կամ չլուծված վեճերի հետևանք։ Այս դեպքը նորից հիշեցրեց, որ մեկ բռնի գործողություն կարող է միանգամից մի քանի ընտանիքի կյանք քանդել։ Երեխաները որբանում են, կանայք դառնում են այրի, իսկ սպանության հեղինակն ինքը ևս կանգնում է ազատազրկման ու հասարակական պարսավանքի առաջ։ Այսինքն կորցնում են բոլորը։ Ինչպես կանխել նման ողբերգությունները։ Այս ողբերգությունից հետո նորից օրակարգ է գալիս մի քանի կարևոր հարց։ Զենքի վերահսկողություն։ Ինչպես է հնարավոր, որ գյուղերում հրազենն այսքան հասանելի է։
արդարադատության համակարգ։ Եթե մարդիկ վստահ լինեն, որ իրենց խնդիրները կլուծվեն օրենքի միջոցով, նրանք չեն դիմի բռնության։ Հասարակական միջավայր։ Մենք այսօր ապրում ենք չափազանց լարված մթնոլորտում, որտեղ ցանկացած վեճ կարող է վերաճել ողբերգության։ Այս դեպքը ոչ միայն պետք է իրավական լուծում ստանա, այլև դառնա ազդակ պետական համակարգի համար։ Եթե զենքի ազատ շրջանառությունն, անարդարության զգացումը և օրինականության թուլացումը շարունակվեն, ապա Մերձավանը չի լինի վերջին դեպքը։ Այսօր արդեն պարզ է, հանցագործը հայտնաբերվել է, բայց հարցերը դեռ բաց են մնում։ Ինչու եղավ այս ամենը։ Արդյոք կարող էր պետությունը կանխել։ Կփոխվի արդյոք մեր վերաբերմունքն օրենքի նկատմամբ։ Եթե այս հարցերին պատասխան չլինի, ապա մեկ ողբերգությանը շատ արագ կհաջորդի մյուսը։ Իմ հոր նման մարդ երբեք չէր տեսել աշխարհը և նրա սրտից չուներ ոչ ոք։ Ես գիտեմ, դու ինձ տեսնում ու լսում ես ամեն մի բառ։ Իմացիր, որ քո հիշատակը միշտ պահելու ենք վառ։ Ես սիրում եմ քեզ, պապ, և խոսք եմ տալիս, որ մի օր գրկելու եմ պինդ ու զգալու եմ քո հզոր ուժը։ Դու լավագույնն ես ու դա բոլորը գիտեն։ Աստծո կողմից նվեր ես այս աշխարհին։ Ես սիրում եմ քեզ, պապ, ու կարոտում եմ շատ։ Այսօր Տոման ինձ հարցրեց՝ մար, մենք էլ պապային երբեք չենք տեսնելու, և ես անկեղծ չգիտեմ ինչ պատասխան տամ իրան, բայց Աստծուն խնդրում եմ ուժ տա մեզ, որ դիմանանք այս ցավին։ Պապ, ես լինելով քո առաջնեկ, քո ավագ դուստր, միշտ բարձր եմ պահելու քո պատիվը։ Պապ, երկնքից ուղղակի նայիր մեզ ու տես, որ էն ինչ կիսատ ես թողել, ավարտին ենք հասցնելու, մենք քո ուզած և սիրած ճիշտ ձևով։ Ես, Սյուզին, Լյովն ու Տոման երբեք մենակ չենք թողնի մամային։ Դու կաս մեր հետ ես ու մեր սրտի մեջ ես։ Պապ, Աստծո կողքին վայելիր քո երկնային խաղաղ կյանքը, մենք ամեն ինչ անելու ենք նենց, ոնց դու ես ուզում։ Սիրում եմ քեզ շատ, պապ ջան։ Դստեր հուզիչ հրապարակումներ Վալոդյա Գրիգորյանին նվիրված։ Մեր մեծ ընտանիքում անդառնալի կորուստ է, մեծ դժբախտություն։ Դաժան ձևով կյանքից զրկեցին բոլորիս կողմից սիրված և հարգված Վոլոդյային, հանգեց ընտանիքի ճրագը, քանդվեց տան ամուր հենասյունը։ Կորուստը ոչ միայն մեր ընտանիքին է, այլ ամբողջ համայնքինը։ Այս ծանր օրերին համայնքի բոլոր 9 գյուղերից եկել են Մերձավան, որ կիսեն այս դաժան ցավն ու կսկիծը։ Համայնքապետ դառնալու առաջին օրերից Վալոդյա Գրիգորյանը մասշտաբային կարևորագույն աշխատանքներ էր տանում համայնքի բոլոր գյուղերում, դրանույս թեթևացնում գյուղացիների հոգսերը։ Կյանքի հիմնական իմաստներից մեկն այն է, թե ինչ մարդ է թողնելու իրենից հետո։ Վալոդյային հիշելու են որպես լավ մարդ, լավ ամուսին, հայր, զավակ, եղբայր, ընկեր, բարեկամ և իհարկե բարերար։ Եվ կարևորը լավ հայ, որը ոչ թե դատարկ խոստումներով, այլ իրական գործերով մտավ հայրենիքի պատմության մեջ։ Սպանության նողկալի պատվիրատուներն այս